Ես ընդհանրապես իմ աշխատանքում փորձում եմ խուսափել խոսել այն ոլորտներից, որոնք որ չեն հանդիսանում իմ մասնագիտական, ասենք, գործունեության ինչ-որ սպეციფիկան, այն ասենք իրավական հարցեր, բայց այդ վերջի իրադարձությունները ստիպեցին ինձ փորձել ուսումնասիրել այն իրավական մասը, որը որ կապված էր այդ գործի հետ, որտեղ եւ մամուլում եւ սոցցանցերում եւ այլն բազմիցս եղել են տարբեր մեկնաբանություններ, որոնք բացի էմոցիոնալ ինչ-որ ասենք հարցերից որևէ էական բան չէին տալիս, ինձ պատասխաններ չէին տալիս եւ ուսումնասիրելով իրավական մասը, ասենք այդ գործունեության փաստորեն կարամ ասեմ, որ ամենաառաջին ինչ որ ես ասեցի եւ նկատեցի եւ ինձ զարմացնում այս բային, այն է որ բոլորը խոսում են երկու հանցագործությունների մասին, որ սա կատարել է այդ Պերմյակով, բայց փաստացի մենք պիտի ասենք, որ այդ մարդը կատարել է 3 հանցագործություն։ Երրորդ հանցագործությունը դա իր կողմից փորձն էր Հայաստանի պետական սահմանը խախտելու։ Եվ փաստացի ստացվում է, որ իր, եթե ասենք, հանցագործությունները 3 խումբ ա եղել, առաջինը դա զուտ, ասենք, ռազմական դասալեկությունը, առաջինը, երկրորդը դա Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ այդ սարսափելի հանցագործությունը եւ երրորդը, որը նույնպես մտնում է արդեն Հայաստանի Հանրապետության այդ յուրիսդիկցիայի մասին, դա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտելը։ Եվ դրանից ելնելով այդ վերջի հանցագործությունը, որի արդյունքում նաև ինքը ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի միջև, համաձայն 92 թվականի սեպտեմբերի 30-ի, ասենք, պայմանագրի այդ նմանատիպ գործերը քննվում են միայն Հայաստանի Հանրապետության, ասենք, քրեական օրենքի համաձայն։ Ես չգիտեմ, արդյոք ես պատրաստել եմ որոշ փաստեր, այդ փաստերը ռուսերեն է, եթե կարիք ունեք, կարամ կարդամ, բայց 92 թվականի այդ պայմանագրի համաձայն, 5-րդ կետի համաձայն, գրած է, որ в интересах охраны государственной границы Республики Армении, во взаимодействии с Управлением национальной безопасности и другими правоохранительными органами Республики Армения, пограничные войска ведут оперативную и разыскную работу, дознание по делам о нарушении границы, производят неотложные следственные действия в соответствии с уголовным и уголовно-процессуальным законодательством Республики Армения. Это չլինելով իրավաբան, բայց պարզապես ելնելով ֆորմալ տրամաբանությունից արդեն իսկ այդ երրորդ, ասենք, հանցագործության ժամանակ արդեն պարզ էր, որ այդ մարդը կարար եւ պիտի իրավական առումով հանձնվեր հայկական կողմին։ Բացի դրանից նաև բազմիցս խոսվել է, որ այլ պայմանագրերի համաձայն այդ եւ 95 թվականի ռուսական բազայի կարգավիճակի եւ 97 թվականի եւ այլ փաստաթղթերի առումով փաստացի այդ բազայից ելնելով Հայաստանի Հանրապետությունը ուներ բոլոր իրավունքները իրավական, պահանջել, որ այդ դատավարությունը տեղի ունենար Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի համապատասխան, ասենք, ատյանների կողմից եւ բացի դրանից նաեւ մենք գիտենք, որ գրեթե նույնատիպ հանցագործությունը տեղի ունեցել 11 տարի առաջ, որի համաձայն նույն այդ ռազմաբազայի զինծառայողները եւ այդ գործը քննել է եւ հայկական մարմինները եւ մեկը 2, մյուսը 10 տարի այդ անցկացրել են Հայաստանի համապատասխան վայրերում։ Բացի դրանից եւ ամենակարևորը մենք պիտի նաև հասկանանք, որ բավականին խոցելի էր այն հիմնավորումը, որի համաձայն ասում էր, որ եթե հիշում եք, դա գլխավոր դատախազության այն հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հանձնում իր քաղաքացիներին այլ երկրներին։ Խնդիրն առնում է, որ ինքը չի հանձնում, եթե այդ մարդիկ գտնվում են Ռուսաստանի Դաշնության յուրիսդիկցիայի տակ։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռուսական ռազմակայանը չի հանդիսանում Ռուսաստանի Դաշնության տարածք։ Դա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածք եւ այդպես կոչված էքստերիտորիալնիստի սկզբունքը, որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը չի հանձնում իր քաղաքացիներին որևէ երրորդ երկրում, կարա գործի Հայաստանի տարածքում միայն 2 վայրերում։ Դա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության շենքն է
եւ Գյումրիում գտնվող այդ կոնսուլствայի շենքը։ Այսինքն եթե այդ մարդը գտնվեր Պերմյակովը գտնվեր այդ շենքում Գյումրիի հյուպատոսարանում, ապա այդ դեպքում միգուցե խնդիրը իրավական առումով կարար կանգնել, որ այդ մարդը պիտի չանձնի, բայց Ռուսաստանի Դաշնություն նույն ձևով, ոնց որ Հայաստանի Հանրապետության այլ տարածքում փաստացի գործում է Հայաստանի Հանրապետության օրենքները։ Իրականում կան այնտեղ որոշ կետեր, որ կա այդպես կոչված իրավական կոլիզիա եւ փաստացի այն առաջի, ասենք գործը, որը որ քմում է դասարակության եւ դա իսկապես մտնում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան ատյանների իրավասության տակ։ Մնացած երկուսների դեպքում կան բոլոր իրավական, ասենք, հիմքերը, որ դա քննվեր հայկական կողմը։ Դա այն ինչ որ ես փորձեցի հասկանալ իրավական մասից։ Մյուս կողմից նաև հասկանալի է, որ եւ այն որոշումը, որը որ թվում էր 3 եւ երևի թե այսօր ավելի պարզ կլինի թե ինչ մեխանիզմներ լինելու, այդ որոշումը բնականաբար հիմնված էր ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարից։ Եւ այդ ամենակարևոր կարելի ասել հանգամանքն է, ինչի մենք ունենք այսպես զարգացումներ։ Որոշումը նկատի ունեք, որ այստեղ լինելու, բայց չի անձնվելու Հայաստանի համապատասխան մարմիններին, այլ քննվելու է կամ միացյալ, կամ ասենք, համենայն դեպս դա տեղի ունենալու ռուսական բազայի տարածքում։ Բայց ել եմ կրկնում իմ մոտ այն տպավորությունը, որ դա տեղի ունեցել ոչ թե ելնելով իրավական հիմքերից, այլ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Իսկ ինչն է նշանակում քաղաքական նպատակահարմարություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունում, ես կարծում եմ, որ հասկանում է, դա կապված է պարզապես ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելու քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակությունից։ Եվ այդ առումով ես նաեւ կփորձեմ անցնել երկրորդ մասին, արդյոք Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի ներկայությունը ինչքանով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից եւ ինչքանով համապատասխանում է նաեւ այն իրավիճակին, որը կա տարածաշրջանում, հասկանալի է, որ այդ ռազմակայանի ներկայությունը հանդիսանում է մի մաս բավականին բազմաշերտ ինչ-որ ռազմավարական կոնստրուկցիայի եւ այդ ռազմակայանը ֆորմալ ձևով գիտեք, միջև 2010 թվականը պատասխանատու էր կամ իր շրջանակներում գործունեություն էր ծավալում Հայաստանի նախկին խորհրդային միության սահմաններ շուրջ, այսինքն Թուրքիայի եւ Իրանի դեմ, բայց 2010 թվականին այդպես կոչված 5-րդ պրոտոկոլի ընդունմամբ նաև ֆորմալ ձևով այդ ռազմակայանի գործունեությունը նաև ծավալվում է, պատասխանատվությունը ծավալվում է նաև Հայաստանի Հանրապետության այլ ասենք սահմանների շուրջ, այն է, որ բավականին երկնակի ֆորմուլировка կա, որը որ կարա նաև այն ձևով հասկացվի, որ եթե վերահսկեն ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանում, այդ բազան պիտի նաև կատարի իր առաքելությունը ապավելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Եթե մենք համեմատենք այն ռազմական պոտենցիալը, որը ունի այդ բազան, ապա հասկանալի է, որ ասենք Թուրքիայի զինված ուժերի դիմադրելու առումով դա բավականին համեստ է, բայց ասենք Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ այդ ռազմական բալանսում ինքը բավականին լուրջ դեր է խաղում եւ բացի դրանից նաեւ պիտի հասկանանք, որ նշանակությունը այդ բազայի այն է, որ նաեւ դա հանդիսանում է այդ ամբողջ հայ-ռուսական ռազմաքաղաքական համակարգի մի մասը, որի մեջ մտնում է նաեւ այն, որ Հայաստանը ստանում է արտոնյալ զենք եւ զինամթերք Ռուսաստանից, նաեւ որոշ տնտեսական խնդիրներ են կապված դրա հետ, այն ասենք գազի գները, որոնք որ շուկայական չեն, այլ հանդիսանում են որոշ չափով արտոնյալ եւ այլն եւ այլն։ Արդյոք կա որևէ այլընտրանք Հայաստանի Հանրապետության համար ավելի նպաստավոր
ասենք ռազմաքաղաքական հարաբերություններ ունենալ երրորդ երկրի հետ, որը որ կարող փոխարինել Ռուսաստանի դաշնություն այս հարցում, ես կարծում եմ այս պայն եւ տեսանելի ապագայում երևի թե մենք այդ հնարավորությունը չենք ունենա։ Եվ ավելին, նույնիսկ եթե լիներ տեսական այդպիսի հնարավորություն, հասկանալի է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սկզբունքորեն այլ բնույթ կունենային, քան դա կա այս պահին։ Ես կարծում եմ, բացի ձեր նշված երկու հանգամանքներից, կա նաև երրորդ հանգամանք, այդպես կոչված շփման գիծը ունի իր սեփական տրամաբանությունը, վերջի երկու ամսվա ընթացքում բավական մեծ քանակով եղել են եւ հայկական կողմերի եւ ադրբեջանական կողմերի եւ դիվերսիոն գործողություններ եւ սնանկարներ եւ այդպես կոչված օկոզաուկ, այսինքն ասենք ավելի ցածր մակարդակի հրամանատարները կարան որոշեն պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ անել եւ այդ շփանգոտում դա ունի իր տրամաբանությունը, բայց դրա հետ մեկտեղ ես չեմ բացառում եւ ավելին ասեմ, ես կարծում եմ շատ հավանական է, որ այդ երկու հանգամանքները նույնպես ազդել են եւ Ադրբեջանի կողմից նաեւ կա չորրորդ հանգամանքը, որը որ կարծում եմ դեռ տեսանելի չի, բայց կարծում եմ բավականին լուրջ գործոն կարա դառնա նաեւ ռազմաճակատում, ասենք հետագա զարգացումների համար, այն է, որ գաղտնիք չի, որ Ադրբեջանը նույնիսկ ավելին, քան Ռուսաստանը կախված է նավթային գումարներից եւ այս նավթի գների անկման առումով շատ լուրջ խնդիրներ ստեղծում է սոցիալ-տնտեսական ոլորտում, ասենք Ադրբեջանի համար։ Հետաբար ես չեմ նաև բացառում, որ ասենք օրինակ, եթե այս չափի գները պահպանվեն, ապա տարվա կտրվածքով Ադրբեջանը կկարանա կատարել իր բյուջետի միայն կեսը կամ բավականին լուրջ գումարներ ծախսի իր նավթային ֆոնդից կամ իր ոսկի եւ ասենք զալտավարույթներ ռեզերվներից։ Հետաբար հասկանալի է, որ եթե այդ բյուջետը այդքան լուրջ խնդիրներ ունենա, դա կբերի լուրջ սոցիալ-տնտեսական հարցերին Ադրբեջանի ներսում եւ հասկանալի որ ամենահեշտ տարբերակը որևէ ձևով դա շեղել, դա էսկալացիայի շարունակությունը շփման գոտում։ Եթե իհարկե ասենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չանի սխալ հետևություններ, նաև ասենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների մակարդակով եւ այլն, եթե այդպիսի ասենք սխալ հետևություններ չանի, ես կարծում եմ չէ, որտեվ Ադրբեջանը շատ լավ հասկանում է մեծ պատերազմի գինը եւ վերջի անցած տարվա եւ օգոստոսյան դեպքերը եւ ուղղաթիռի հետ կապված դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի ղեկավարությանը կարելի է շատ եւ շատ բաների մեջ մեղադրել, բայց այդ ռացիոնալիզմի հասկացությունը իրանց մոտ կա եւ եթե օգոստոսին դա տեղի չունեցավ, ես կարծում եմ ավելի մակարդակով ավելի լուրջ ինչ-որ տարածաշրջանային ֆորս մաժոր պիտի լինի, որ Ադրբեջանը համարի, որ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել իր համար ռազմական գործողություններ սկսել, հաշվի չառնելով այն աղռելի կորուստները, որոնք որ կարող լինեն։ Մի խոսքով ասեմ, եթե սկսեն ռազմական գործողությունները, երեք կողմերի կորուստները հենց առաջի օրվա ընթացքում կլինեն ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր զոհված, վիրավորներ եւ այլն։ Այսինքն խոսքը գնում է այդպիսի, ասենք, կորուստների մասին եւ իր մակարդակով ռազմական գործողությունները առնվազն ավելին կլինեն, քան այն ինչ որ տեղի ունեցել, ասենք, Դոնբասում անցած տարվա ամռանը։